Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է և այսօր մենք շարունակում ենք մեր հարցազրույցների շարքը, սակայն նոր տաղավարում և նոր տաղավարում իմ առաջին հյուրը կլինի Էդգար Ղազարյանը, որին և սիրով ողջունում եմ, բարի ձեզ պարոն Ղազարյան, հանրային հասարակական գործիչ։ Շնորհավորում եմ նոր տաղավարի կապակցությամբ և մշտապես բարի եթեր եմ մաղթում։ Շնորհակալ եմ պարոն Ղազարյան։ Վերջին մեկ շաբաթը, ինչպես յուրաքանչյուր շաբաթ մեր երկրում տարերային է, անհասկանալի է, մենք կարող ենք այնպիսի իրադարձությունների ականատես լինել, որոնք աբսուրդի ժանրից են, բայց դրան զուգահեռ նաև կարծես թե լուրջ պրոցեսներ են տեղի ունենում, Վենսը Հայաստան եկավ նախորդ շաբաթ, հետագայում կարծես թե դրա արձագանքներն էլ այսպես քննարկումների տեղի տվեցին, հաղթանակած ուժ իրեն համարեց ԿՊ-ն, քանի որ համարում է, որ սա մեծ ձեռքբերում է և նաև թրիփի առումով է կարևոր ձեռքբերում և նաև խաղաղության այդ օրակարգը լավագույնը սպասարկելու հնարավորություն էր։ Շատ ակնկալում են, որ Վենսի այցից հետո Ադրբեջանից Հայաստան կգան մեր բանտարկյալները, բայց եկան ադրբեջանցիները։ Այո, մենք կանդրադառնանք դրան, որ ադրբեջանցի փորձագետները Վենսի այցից հետո եկան, անունը փորձագետ էր, բայց դրանք հատուկ ծառայությունների, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն էին։ Դրան ես դեռ կանդրադառնամ հաղորդման ընթացքում, բայց այսօրվա ինֆորմացիոն լրահոսում ես այսպիսի լուր կարդացի, ուզում եմ դրանով կիսվել ձեզ հետ, պարոն Ղազարյան, ասում եմ, որ ԿՊ-ի այս ներքին ընտրությունները, դե գիտեք չէ, ցուցակ են կազմում, տեսնելով, որ երրորդ տեղում պիտի լինի և պրայմերիզներ են անում, չգիտեմ ինչ են անում, ասպա կեղծիքներ են եղել կրկին։ Իմացել եք այդ ինֆորմացիայի մասին։ Կրկին կեղծիքներ են եղել և ասում են մարդիկ, որոնք առանձնապես բարձր հեղինակություն չեն ունեցել իրենց կուսակցության ներսում, ինչ-որ շատ բարձր հորիզոնականներում են եղել, ասենք օրինակ Սերգեյ Բագրատյանը, նախկին ԲՀԿ-ական, նա ինչ-որ շատ ձայներ է հավաքել։ Այո, նա բազում ցուցակներով է անցել, ինչ-որ մի հատ կին, որը Արագածոտնի փոխմարզպետն է, ես չիմացա ինչ-որ տարօրինակ առնով կին էր, դա ինչ-որ էլի շատ բարձր ձայներ և հիմա հասկացել եմ, որ կրկին կեղծիքներ են եղել և ներքին հետաքննություն պետք է սկսեն անել։ Բայց ԿՊ-ի պարագայում դա զարմանալու բան չի։ Հիմա ոնց պիտի այս մարդկանց խնդիրը լուծվի։ Տանջվում են, ցուցակում անունները ճիշտ տեղում չի։ Զարմանալի կլիներ, թե դա առաջին անգամ էր։ Հələ հիշեք մի քանի տարի առաջ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ԿՊ-ի վարչության նախագահ, չէ՞, իրենց համաժողովում ընտրեցին վարչություն, որը պիտի ընտրեր վարչության նախագահ։ Վարչություն ընտրեցին, Նիկոլ Փաշինյանը այդ վարչության կողմից ընտրվավ վարչության նախագահ, մեկ էլ ասին, չէ, սխալ է եղել ընտրությունը։ Երկու հոգի իզուր անց է, իրականում կեղծիք է եղել, պիտի այս երկու հոգուն հանեցին, բայց նրանք արդեն Նիկոլին ընտրել էին, այսինքն Նիկոլի ընտրությունը դառավ ապօրինի, բայց ինքը մնաց։ Այո։ Այդ երկուսին հանին, տեղը երկու հոգու նորից բերին մտցրին։ Այդ էլ այն ժամանակ։ Այս վերջի համաժողովի ժամանակ որ վարչություն ընտրին։ Մեկ է պարզվեց, որ իրանց ընդհանուր հավաքած ձայների քանակը մասնակիցների թվից ավել է։ Ճիշտ է։ Մասնակիցները համաժողովին ավելի քիչ էին, քան ընդհանուր ձայների քանակը, որ իրանք ստացել էին։ Դրանց այդ գործով էլ բանը, այն վաղտ են Արփի Դավոյանն էր զբաղվում, սա խառը երասակեր կար։ Այս անգամ պիտի այդ Հակոբ Արշակյանը գար զբաղվեր, այն էլ զիբիլի փողը չէր մուծել։ Բայց ինչ-որ բան չէ, անդամավճարը չէր մուծել, կուսակցության անդամավճարը չէր մուծել։ Ու նրան չէին թողել, չէ՞, ու նրան չթողին մտնին ներս ընդամենը, սա ընդել են սխառնվավ։ Հիմա այս անգամ Հակոբ Արշակյանը մուծել է, բայց ինքը ցուցակների մեջ չկա։ Բայց պիտի կազմակերպեր։ Այդ էլ հիմա սրա կազմակերպել են, նստել են նայում են իրար ես, ասում են, էսի պիտի այդքան ձայն չլեր, այսքան, հետո ուրիշ բաներ եկա, Ես ուշադիր եմ։ Պարզում է 1100 հոգի քվեարկե, 96 թե 93-ը անվավ էր, այսինքն սրանց մոտ, ընդ որում գիտեք ինչին են քվեարկե։ Նկարներ, այսինքն այն մեր առաջ դասան երեխեքին, որ նկարներով բան ես բացատրում, ասում ես էսի շուն է, ասում է շուն, չէ՞, մեր շատ շուտ սովորում է։ Հիմա ասենք շունը կատուն, ոզնի բան։ Հիմա դրան սաղի նկարները կա։ Իրանք իրանց նկարները նայում են։ Ու չեն կարող պիտի շկա դնեն, որ իմանան ում ընտրեն։ Ու տենց ոչ թե ասենք մեկը ասես այդ մեկն ասես լավ։
Թալնի քաղաքապետ Տավրոսն է։ 96 քվեաթերթիկ անվավեր է եղել, ես էլ չէի ֆիքսել։ 10% է մոտարապես գալու մի քիչ այդքանը անվավեր է այդքանի։ Դրանից բացի, բարձում է մի հագին մարդ է Նիկոլին չի ընտրել։ Դե հենց այդ եմ ասում, ես դա էի ֆիքսել, որ Նիկոլին չէին ընտրել, Նիկոլն է ասել էր ես դուք բան եք։ Այսինքն ոնց է, այսինքն նույն բանն է, ոնց որ ասենք Իրաքում ընտրությունների Սադամ Հուսեյնին չընտրել էլի, հա։ Հիմա Ոսմա ԿՊ-ում ունենց հասարակական բանը չէ։ Ավելի չեն ճանաչել, պարոն Ղազարյան, նկարը նայ չեն ճանաչել։ Ես իմ կարող ասենք թե ինչ որ մեկը հույսեր ա ունեցել, հա իմացել Ազաբաբան, հետո որ նորություն ա իմացել, արդեն հիասթափվել է, կարող է դրա կամ նվագել է, նվագը դուրը չի եկի, ասել է ինչ որ մի պատճառ ամենայն դեպս սիրտը կոտրող հանգամանքներ են եղել է, կարող ասենք թե այն Մորուքով ա եղել ընտրել, հիմա ասում են չենք ընտրել։ Բայց բավականի մեծ թվով ԿՊ-ականներ, ընդ որում այնպես չի, որ ամեն մեկը պիտի մեկին ընտրել, որ ասես դե գիտես ինչ, հիմա այս մեկն է գնացել է Ռուբինյանին ընտրել, տենց անա։ 50 հոգու կարար ընտրել ամեն մեկը։ Այսինքն կարային եւ Նիկոլ Փաշինյանին ընտրել եւ եւս ուրիշ ու եղել են մարդիկ, որ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին 50 հոգու ընտրել են։ Բայց Նիկոլին չեն ընտրել, գիտեմ։ ԿՊ-ի ներսում։ ԿՊ-ի ներսում։ Բայց եւ որ մեկ ասում եք իմպիչմենտ արեք, ասում եք չէ, հնարավոր չի մարդիկ դուրս գան Նիկոլի դեմ։ Մենակ իր կուսակցությունը։ Լավ ասիկ են, այլ կուսակցությունը մարդա որ արդեն իր դեմ է։ Մենակ մի հատ թեթև Ընդորում նաև ասեմ ձեզ, այդ մեխանիզմը, որ մցրել են, չասեք ում է պետք է, այսքան կուսակցություն կա, այսքան ժամ, հենց նույն իրանք։ Ասենք 2021 թվականին որ իրանք ցուցակ էին կազմել։ Ասես ներկայացում էին բեմադրել, որ քվեարկություն առաջադրում։ Հիմա փորձում են ցույց տալ, թե ինչքան ժողովրդավար են ցույց տալով չի իրաց մեջից մարդը դուս է, հենա Հովիկ Աղազարյանն ասում է այն ժողովրդավարություն, այդ ցավը տանեմ ընդ WhatsApp-ով ինչ գրում են դա պետք է անես հնարավոր չի ընդ հենա ինքը մենակ WhatsApp-ի գրած ինքը չի կուսակցությունից դուս եկե ոշխարները բերեք ապել են գլխին WhatsApp-ի հանրությունը չկատարելու համար չէ ինքը նույն օրը ինքն էլ Նարեկ ինչ էր այն բանը մի հատ Զեյնալյան հա բայց նա սուսպուս գնաց բայց նա սուսպուս գնաց դե լավ դե չի կարելի մարդկանց արտաքինը բունդի երկհատել չէ ես էությունն եմ ասում էությունը չէ բայց ինչ որ բժշկական կենտրոնի բան գնա ավելի բարձրաշատով քան ազգային ժողովը հա նշանակա ասենք նա իսկ Հովիկ Աղազարյանը չկատարեց WhatsApp-ի հանձնարարությունը ոշխարները բերին կապին գլխին հա հիմա ու ինքը ասում է որ այնտեղ ինչ ներքին ժողովրդավարություն ինչ բան ոնց ինքը ոնց է մի բանով հիմա այս ներքին ժողովրդավարության հիմա այդ բեմադրություն են ցույց տալի ու այդ բեմադրությունն էլ դա ասենք թե ցանկացած ներկայացում որ կազմակերպում ես պիտի նորմալ սցենարիստ լինի նորմալ ռեժիսոր լինի չէ նորմալ լավ դերասաններ լինի իրան սա փանտի թափտված ասեք դուք ոնց կարա նորմալ ներկայացում բեմադրեք դրան ներկայացած բանը բեմադրած ներկայացումն էլ է պիտի լինի ինչ անում են լմա խայտարակներն չեն կարողանում լավ կազմակերպել էլի դա էլ է արդեն էս Գևորգ Պապյանը հետ չի հետ այո արդեն մենակ է գնում եկել են բանին տեսա Հովանավանք քանի որ միշտ ծպտված սկսել է վերջերս գնալ էլի չէ տեսա թաքուն էր գնացել մարդ չկա էլ հետը չկա ասենք մենակ մարզպետներ հետը Էլ հետ այդ բանտեղնով չկա, այսինքն այդ ներկայացումն էլ չի ստացվում։ Դա նորից եմ ասում։ Դե չի ուզում տանի հետները։ Ինչ ես խոսում, ինչ ես խոսում, ոնց չի ուզում։ Հա, ասում եմ սուս գնանք գանք։ Կնոջ հետ էր գնացել, կարող է գնացել գախնի պսակ էին արել, հետ էին եկել։ Չէ, նրանք եկեղեցով չեն պսակվել։ Իրանք ասին, որ քաղաքացիական հարաբերություններին վերջադրել։ Մենք հիմա այլ թեմայի անցանք, քանի որ Տիկին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ քաղաքացիական իրենց ամուսնությունն այլևս ավարտված է, որևէ տեղ փաստարկված չի իրենց կողմից, որ իրենք պետական գրանցում են ուղղակի ունեցել, որտեղ են տեսել, բոլորը ասում են ԶԱԳՍ են գնացել, բայց դուք որևէ տեղ այդ փաստը արձանագրող որևէ գրառում կամ թեկուզ բանավոր հաստատում տեսել եք։ Չէ, այն ինչ որ Facebook-ում շրջանառվում է Դա արհեստական բանականությամբ իրենց սարքած նկարներն է, որտեղ Ալաշուքյոր Փաշազադեն իրենց ամուսնացնում է Ալիև Քավորա, այդ է մենակ շրջանառվում, ուրիշ տեսանյութ, ուրիշ, չգիտեմ, փաստարկող հանգամանք ԶԱԳՍ-ի աշխատողը տես դրոշի գցած են։ Չկա։ Դե կարող է որ ասում է ավարտվեց նաև քաղաքացիական ամուսնություն, այսինքն ես դրանից պրծա։ Հնարավոր է եւ կամ գիտեք, այսպես լուֆտ են թողել այդ մասում, պարոն Ղազարյան, նայած թե գործընթացն ինչպես կգնա։ Եթե Նիկոլը վերընտրվի, կասի ԶԱԳՍ եմ գնացել հետել, եթե Նիկոլը չվերընտրվի, կասի որ ես գրել էի քաղաքացիական ամուսնությանը վերջ, ես նկատի ունեի, Կամ էլ կարող ասի ես պրծա մնացիք դուք։
Հա։ Ես սրա Ամեն ինչ հունիսին կպարզվի, էլի ջրերը կպարզվեն հունիսին։ Հիմա տեսեք, բան Ղազարյան, մենք իհարկե հումորը դարձրել ենք մեր կյանքի անբաժան մաս, որպեսզի կարողանանք հաղթահարել այս ողբերգական իրավիճակները եւ դուք դրանով իսկապես փայլուն մաստեր կլաս եք ցույց տալու, որի համար ես իսկապես շնորհակալ եմ ձեզ, որտեվ անգամ եթե այս լարվածության, այս ամեն ինչի մեջ պահ կա, որ ձեռքերդ վայր ես իջեցնում, ես ձեր հաղորդումները մանավանդ Ղազարյան versus Ղազարյանը նայում եմ, կրկին այդ քաղաքական պրոցեսների մեջ եմ, բայց մի փոքր ավելի հումորով։ Հիմա հումորից դուրս մեր երկիրը խայտառակ, կրիմինալ, քրիածին իրավիճակում է, եւ մենք տեսանք, թե երեք Երևանում մայրաքաղաք Երևանում ինչ խուլիգանական իրավիճակ էր, մարդիկ իրար օրը ցերեկով բակերում կրակեցին, տվեցին, իրար սպանեցին, վիրավոր այդքան 10 վիրավոր, պատկերացնում եք, զոհ, 2 ծանր վիրավոր, այդ 2 ծանր վիրավորն էլ Աստված տա այդ մարդկանց կյանքը փրկվի իսկապես, բայց չգիտենք թե ինչ պիտի լինի։ Մենք ինչ օրեր ենք ապրում այսօր, պարոն Ղազարյան։ Եթե դա այդ միակ դեպքը լիներ, կարելի էր ասել դե հիմա միջադեպ է, բայց չնայած այսքան մարդու մասնակցությամբ դա հասունացել է, չէ՞ այդ ամեն ինչը։ Խայտառակություն։ Այսինքն այդ մարդիկ իրար հետ պայմանավորվել են, խոսել են, այդ նշանակում է ոստիկանություն օպերատիվ իրավիճակ չի վերահսկում։ Այսինքն դա 10 րոպեվա եւ մի ժամվա պատմություն չի։ Դա զարգացումներ ա եղել ու հանգեցրել է դրան ու իրանք դրան չեն կարողացել կանխել։ Վաղուզյա Գրիգորյանի սպանությունը։ Այո։ Դա ասենք հո տենց միտեղ չեն կանգնել վիճաբանը ու եղել է սպանություն, չէ՞։ Դրան նախորդել են քաղաքական process-ներ, այդ Ամերիկայում Հայաստանի դեսպանի եղբայր, ընտրական process-ներ փարակարում, իրանց նախկին համայնքի ղեկավար, որը մի հատ ուրիշ միջադեպի մասնակից էր եղել, այնտեղ ողբերգական հետևանքով ինքը հրազենային վերավորում էր ստացել այդ Վաղոջա Գրիգորյանի նախորդող պաշտոնը։ Այսինքն մի հատ խառը պատմությունների շարք, որին ոստիկանությունը օպերատիվ իրավիճակը կոնկրետ կոնֆլիկտի արկայության պայմաններում չի վերահսկում։ Իսկ չի վերահսկում այդ մարդիկ հիմա ինչով են զբաղվում, զենք ունեն, չունեն, բայց գնացել ասում ես գնացել եմ բանը գերեզմանոցում կրակել եմ սովոր։ Այսինքն համայն գերեզմանոցները որտեղ ելում համայնքին մերձակա տարածներում, չէ՞։ Այսինքն բա մարդը գնացել է կանոնավոր կերպով, հրաձգարանը ինչը կրակել է, բայց դու կրակոցի ձեն չես լսում։ Այսինքն գերեզմանն է հանրային վայր, որտեղ մարդիկ գնում են, մարդը կրակել է սովոր։ Օ, ասեք բա դու դե կրակոցի ձայն չես լսում այդ տարածության մեջ, չես, հետո պարզում ես ով է կրակել, ինչ զենքից է կրակել, չէ՞։ Չի վերահսկվում։ Ու դե հիշում եք մի հատ Ռուսաստանից մի հատ կին եկել էր մի հյուրանոցում էր մնացել, եկան դրան վերցին հյուրանոցից, տարան սպանեն, դիակը գցին գայի պոստի հետև, թողին գնացին, ոչ բացահայտվել է, ոչ կբացահայտվի։ Ու սա ինչ է նշանակում, որ ոստիկանությունը օպերատիվ իրավիճակ չի վերահսկում։ Այն աղջիկը, որը ներքին գործերի նախարարն է, անցած շաբաթ ասում էր Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է։ Խնդրեմ։ Հիմա ասենք թե կամ ում են կադրային նշանակումները, չէ՞, մարզպետի բերի նշանակել էին ոստիկանության պետ։ Հետո տեսան էջ մի ազնում այդ դեկտեմբերի 18-ը պրավալ տվեց, որովհետև իրանք ընդեն նպատակ ունեն գրոհային տաճար։ Փաստացի բարեբախտաբար կանխվեց այդ գրոհը, շնորհիվ նաև հոգևորականների, որոնցից մեկը համարյա իր կյանքն էր պատրաստ դնել այդ դա կանխելու համար, բարեբախտ ասու որ հաջողվեց իր կյանքը փրկել, հավատավոր ժողովրդի բարեպաշտ հոգևորականների շնորհիվ հնարավոր եղավ կանխել այդ խուլիգան, բայց իրենց նպատակը այդքան ոստիկաններ բերելու այլ էր։ Հիմա դրան հանեցին տարել են փրկարարական ծառայության պետ, փրկարարական մի հատ Ցուցուլյան է, որ City կրիշներում էր։ Արասա դու ինչ գործ ունես էլ City կրիշ, արա, ասեք, հրդե հա։ Նա փորձում էր կրծքով մարել, Սամվեջան տենում է շետ ես որդեմ, էլի բանա, աստիճանների վրա։ Մի խնայ։ Հա, կյանքս եմ տալի քո առևտրի համար, City համար, ես չեմ լսել, որ որևէ գյուղում գոմ վառվի, Ցուցուլյանը այդ գոմի կրիշում կրակ հանգցնի, դες բան ես չեմ լսել։ Հիմա ասենք դրան բայց մարդիկ մի խնդիր ունեն, Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ապահովել։ Հələ մի հատ առավոտները թող որևէ մեկը Երևանի բնակիչ ժամը 7-ին Պրոշյան փողոցից այդ հանրապետության հրապարակ ու տեսնի թե քանի հատ ոստիկանության բարեկային մեքենա է այդ 3 կիլոմետրի վրա ծառայություն իրականացնում։ Ոստիկանության գվարդիայի քանի աշխատող կա, ամեն մի զեբրայի վրա երկու կողմից երկուական ոստի, ընդամենը Նիկոլ Փաշինյանը պիտի գնա աշխատանքի։
Այ սահ կենտրոն օրինակ այդ հատվածում իրան ոչ մի վտանգ չի սպառնում։ Իսկ հասարակության ինչ վտանգ է սպառնում, թմրանյութերի ինչ շրջանառություն գոյություն ունի, ինչ ծավալի հանցագործություններ գոյություն ունեն, չէ, որովհետև ոստիկանության խնդիրը հասարակության անվտանգությունը, ներքին անվտանգությունը ապահովելը չի։ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ապահովելն է։ Այ օրինակ այդ նույն կազմը երեք sense շվարած այդ ոստիկանության պետը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը, համայնքային ոստիկանության շվարած, խեղճացած կանել են այդ գարաժների արանքը։ Այ դրանք են կազմն են, որ հիմա ես այսօր հայտարարեմ, որ վաղը 10 հոգանոց հանրահավաք եմ անում, կգան կայնեն կողքս։ Անպայման։ Ես հետո կգան բոլորի բերմանքը ենթարկենք, ասեն հասարակական կարգը խախտում եք ձեզ։ Արդեն հարազատացել ենք։ Ջերմացել Բա, անես լավ արդեն։ Բա ձեր գործը ցույցերը խաղաղ ցուցարար բռնելը չի, ձեր քրեական իրավիճակը վերա, այսինքն երբ որ իրանց ուշադրությունը ամբողջությամբ իրանց բանը գործը թողած, այդ նույն քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը գնացել էր Գյումրի պատարագին։ Այո։ Այսինքն ես ենթադրում եմ, որ ինքն հենց հավատքով մարդ է, որ գնացել էր Աստծուն խնդրի, որ մեր երկրում հանցագործություններ չլինեն, Վարդան ջան, դա Աստծո գործը շատ խառնա, որ ինքի քո գործերով ես զբաղվել, այդ քրեական իրավիճակ դու պիտի վերահսկես, դա աղոթելով այդ գործ գլուխ չի գա։ Հիմա տեսեք, այդ նույն տրամաբանությամբ են Արման Սարոյանին պաշտպանում Մասյացոտնի թեմի առաջնորդարանը, գրավել, նստել այնտեղ այդ կարգալույց պաշտոնազուր Դե դրան իհարկե առաջին անգամ մեր եկեղեցին միշտ էլ անտեր մարդկանց կացարան տվել է։ Այո, եկեղեցին անտեր մարդկանց կացարան տվել է, բայց հիմա ասենք այս անտեր մարդը մի քիչ շատ մեծ է կացարանը իրա։ Այլ մի հատ փոքր սենյակ տալ մեջը ապրի, այնքան որ անձրևի ձանտակ չմնա։ Բայց հիմա տեսեք, այդտեղ դուք տեսել եք քանի գումարտակ է հսկում այդ Արման Սարոյան կոչվածին։ Այո, բան չի, այդ ոստիկանական ուժերը ինչու են կենտրոնացած այնտեղ։ Նույնը Ստյոպիկը Հովանավանքում։ Այո, մարդը թիկնազորում բան Թալինի են մյուսը, Ստյոպիկ երկուսը, նրա անունը ինչ է։ Տաքսիստներ են։ Տաքսիստի ընկերներ, թե տաքսիստներ, չգիտեմ, հա։ Հա դրանցից մեկն է, արդեն չեմ էլ հիշում, այն որ դատի են անգամ տվել Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ասում եմ մեզ վերականգնեք մեր աշխատանքին, պայմանագիր էր դատարանը ուզում Մայրաթորից, դուք պատկերացնում եք։ Դատարանից թուղթ ունեն, որ իրանք հավատացյալ են, էլի։ Հա, դատան լավն էր։ Դատարանից թուղթ ունեմ, որ հավատացյալ է, շատ լավն էր։ Հիմա տեսեք, անցում կատարեցինք այս քրեական այս ամբողջ խառնաշփոթից եկեղեցի։ Եկեղեցու սպասավորները, հոգևորականները մեր այսօր դարձել են մեր երկրի ամենաուժեղ քրեական հանցագործները։ Հիմա այդ քրեական ոստիկանությանը հասնես, սաղ դրանով։ Հիմա երեք են 10 հոգին, որ իրար տվին, սպանին, մորթին, նրանք քրեական հանցագործ չեն եւ իդեպ անուններն էլ երեք միջև որվա վերջ չէր հրապարակվում, ով ուն սպանեց, ինչ արեց, միջև հիմա էլ դեռ պարզ չի, բայց հոգևորականները մեկը հայտարարաբան հարցազրույց է տալի, ասում են ուզում է գամեզնից իշխանությունը վերցնի, մեկին ասում են ահաբեկիչ են, մեկին ասում են նարկոտիկ ցրող, դուք տեսնում եք ինչ է կատարվում։ Դա ասել էր էլի Բագրատ Սրբազանը Բերեկ Խոստովանն ասել էր մենք ուզում ենք կառուցենք շվեյցարական մոդելի պետություն։ Հա։ Բայց ահաբեկչություն չի, բայց ասենք Նիկոլ Փաշինյանի համար շվեյցարական մոդելի պետություն կառուցելը դա ահաբեկչության պես մի, որովհետև Ադրբեջանը քթներից առաջ մենք փոխանակ կառուցենք Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության մոդելով Շվեյցարիա։ Նա մտածում է շվեյցարական մոդելի պետություն։ Դա է եղել հիմնական ահաբեկչական ակտի։ Ուրիշ ինչ կարան է։ Բայց ասենք թե պոլիփետը վերցել ես տալիս, որ ինչ ահաբեկչություն բացահայտես կամ խլապուշկան Դրանից հետո հիմա ասենք մենք մեր երեխեքի ծնունդը մաս քիչ չենք իմանում, այդ խլապուշկայից առնենք թե չառնենք։ Բա կարողանում հոդվածով տանեն։ Բա եթե տարել են։ Հիմա այդ եմ ասում, այդ մարդիկ են այսօր դարել մեր երկրի քրեական հանցագործները։ Արագածոդի թեմի առաջնորդին ձերբակալած ինչեր արգրավեցին։ Բավոն նայում ես տենում ես, բենզինի չեք։ Բա ոնց։ Բենզինի չեք։ Բա, ով է տեսե բենզինի չեկը։ Բենզինի չեք ունեն, գոնե դուրս գան կրակեն իրար վրա։ Որում մի հատ չի, երկու հատ չի։ Դուրս գան գոնե կրակեն, սովորեն, տեսնեն, գոնե մի չամեստ իրենց բան, չէ։ Պարզ է, որ սրանք ասենք ամբողջ բարձրագույն հոգևոր խորհրդին քրեական մեղադրանք են առաջադրել։ Էն էլ մի բանի համար ասում որ դատանի վճիռն էլ ինչ է, այդ Արմանի դիմումի հիման վրա, Արման եք ասում, բայց դրան օպել էի ասում։ Դրա այդ դիմումի հիման վրա
վարչական դատանը էլ ոչ թե վերջնական ակտը, միջանկյալ ակտ, ու այդ միջանկյալ ակտում չի գրած բարձրագույն հոգևոր խորհրդի անդամներին էս անել։ Ասենք որ իրանք էլ այդ դատանի որոշումը չկատարեն, բարձի որ դատան իրանց բան ասե որ անեն, իրանք էլ չեն արել, ենթարկվեց բան չկան դե գրած։ Իսկ իրանց վերաբերելի նորմ դատարանը ակտ իրավական չի կայացրել։ Բայց մի ուրիշ դատարան վերջնական Վեճռաբեկով վերաքննիչով Արթուր Հովհաննիսյանին եւ Ռուստամ Բաքոյանին ասում է Էդգար Ղազյանից ներողություն կխնդրեք այս տեքստով կդնեք ազգային ժողովի կայքում չեն անում։ Դրանց դեմ վարույթ չի Արթուր Հովհաննիսյանին նոր են նախաձեռնել, Ռուստամ Բաքոյանին հրաժարվել է քննիչը վարույթ նախաձեռնել։ Ես եմ հաղորդում տվել։ Հրաժարվել է այդ հանցագործությունը որպես նույնիսկ վարույթ սկսի։ Բայց գնացել են կպել են հոգևոր խորհրդի անդամների, որ ընդհանրապես իրանց վերաբերելի դատանը որոշում չի կայացրել, մեղադրանք առաջադրել են այդ թվում նաև ամենայն հայոց կաթողիկոսի։ Դե սա պարզ է, չէ, ինչի համար է, բոլորիս համար հստակեցվեց, որ մարդիկ դուրս չգան, ելք չունենան երկրից եւ Ավստրիայում տեղի ունեցող եպիսկոպոսատ ժողովին չմասնակցեն։ Անենց հաճույքով եմ հետևում, թե կաթողիկոսը ոնց է իր հանդարտ իմաստնությամբ սրանը սենց են ճանջի փետով սենց բան եմ ասում ես չեմ տեսել որ կաթողիկոս դրան ճանջի փետով խփածելի բայց սրա դեպքում կարելի է այդ մի անգամ կարա գործածի այդ ճանջի փետ դե հիմա որ տենանք ասենք այլ է որ չեն տեսել չեն կարող ասենք որ այլ բայց որ պատկերացնում ես թե դա ոնց է անում դες բad բավականություն է որովհետեւ 25 անցած տարվա մայիսից Ալաշուքյորի Փաշաբանը 22-ին մայիսի դրանից ավելի կոնկրետ էլի ու սա ինչ նախաձեռնելա չի այն կառավարությունը որ պիտի հանձնաժողով ստեղծեր որ պիտի ինքը ստուգեր ով է պասպահե ով է ավետարան կարդացե չգիտեմ այդ թպասը ոնց պիտի ստուգեր էլի էդի բարեպաշտ քրիստոնյաների խումբ հանձնաժողով էր օրինակ հիմա ասենք թե պահքի շրջանը չէ Նիկոլ Փաշինյանը ոնց պիտի ստուգի ինչ որ մեկը Ալավ դե խոսում էր էլի պարոն Ղազարյան բայց ասում էր անձամբ պիտի ստուգեմ բայց ինքնով է որ ինչ որ մեկի պահքը ստուգի կամ չստուգի այնտեղ ուրիշ բան էլ կա պասը հոգևոր բանից բացի ունեն այս սննդային բաղադրիչ սննդային բաղադրիչի ստուգելու մենակ մի ձև կա անալիզ հիմա ինքը երեք տեսակ ալում այրան մեզի կեղտի հիմա թե ինքը ոնց պիտի անձամբ ստուգես ինչ-որ մեկին դեկտեմբերի ոնց ստուգեր թե նա մարտին պահելա թե չէ ես դրա մեթոդը ոնց մտածում եմ տենց չեմ կարացել պատկերացնել ոչ պիտի նայեր մարդու աչքերին եւ վստահելով բայց տենց էլ ոչ այդ մարդ եկավ ոչ դրա աչքին նայեց ոչ այդ խմբերը ձևավորեց այս վերջերս չէ 10 տիրադավներին որ տաղել էր իր կառավարական ամառանոց մի հատ աթորա դրա ասած 2 ժամ այստեղ քննարկում ա եղել ես փաստերն եմ ասում ես ոչ մի բան չեմ երևակայում ասած եթեր մտավ ասած 2 ժամ ինքը նստած խոսում է ասած 2 ժամ այստեղ քննարկում այո 2 ժամ քննարկման արդյունքում եկել ենք այս հայտարարության հիմա ստորագրում են մեկ է սրան են ցույց տալին դա աթոռ չկա այսինքն 2 ժամ այդ խեշ մարդկանց ասեք դրանց մեջ մարդ կա ասենք տարիքով մարդ կա ասենք օրինակ հալավ խեղճ այնտեղ խեղճ մարդ չէ դե խեղճ ընդեղ էին խեղճ ասենք նավասարդը ինքը ասենք աշխարհ ինքը շատ բան տեսած մարդ է էլի Նիկոլ գիտի ինքը ինչա տեսել հա ու ասենք այդ մարդու կայնացրել սարի պես մարդը 2 ժամ կայնացրել ոտի վրա դրա հետ հարց է քննար ինքը նստած հետո ընդամենը մի րոպեով ասում եմ ձեզ մի րոպեով կտամ նստելու հնարավորություն եթե գաք ստե ստորագրի էլի մնացի ոտի վրա ու ասա ստեղծել ենք հանձնաժողով այդ հանձնաժողովի երկրորդ նիստը չի ելել երկրորդ անգամ չեն հավաքվել որ ինչ որ հարց քննարկեն որոշում կայացնեն հələ հակառակը ոնց որ իրար են ուտում որովհետև ընդ սա մտածում են որ իրանցից ամեն մեկը մի հատ կաթողիկոս ալելու հետո որ պարզվեց որ չէ կաթողիկոս կարող է սյոպիկն էլի հա խառնվեցին իրար հիմա այս Սարոյանը այս բանը ինչ էր Օպելը հա Արմանը այս Արմանը հիմա մարտնչում է իրան հավատացրել է երևի սա որ քեզ կաթողիկոս կդնեմ դուք պատկերացրեք սրա կարճամտության աստիճանը ինքը լուրջ հավատացել է հիմա այնինն էլ խռովել են ինչ են արել չէ զգուշները չի լսվում դրանց այդ որ գնացել էին Գյումրի 4 հոգի գնացել էին չէ
Բա այն որ այդ Վազգեն Միրզախանյանը Հետո չկա։ բողոքում էր ասում աթոռ չեն դրել որ նույնիսկ մենքն հլավ ասենք աթոռ չունեիք ես ասել եմ էլի ասենք աթոռ չունեիք խելքել չունեիք տեղում ասենք թե երկու հոգի ընդհանրենք Ալեն Սիմոնյանը մի ուրիշի հետ որ պպզում են վրան մի տախտակես դնում էլ նորմալ իշավոտնուկ արդեն 5 մարդ կարա վրան նստի ասենք ինչ դժվար էր տեղում այդ լուծումները այդքան մարդ կարան դե ասենք տեղում այդ լուծումները կարելի էր բայց նրանք գնացել էին բայց դրանք բայց հյուրախաղերին գնացել հիմա էս ուր գնում է արդեն իսկի Գևորգ Պապյանը տեղ չի հետում Էդի պրավալա չէ բա մի ժամանակ Բայց տիրադավներն չեն գնում ոչ Ոչ տիրադավներն են գնում ոչ մարդը Տավրոս էլ մարդ չի բերում Բայց Տավրոս կարող է նեղացել է մեր վարչապետը դրանցից Չգիտեմ ինչ այլ է, բայց մի բան են արել, հաստի արձանագրում են, որ սա ցախո, հիշում եմ, ասած քաղաքվենք, այդ հանք Էշմիածնի հրապարակում քաղաքվենք, այդ հանք Մայրաթով, բան, այդ հավաքն էլ չեղավ, փորձեցին դեկտեմբերի 18-ին այդ խուլիգանությունը կազմակերպել։ Այդ հələ տես բան չկա, որ ինքը եկեղեցու հետ կապված նախաձեռնած լինի ու իր պատկերացրածին համապատասխան հաջողություն ունեցած լինի։ Հիմա վերջին փաստը որն է, պարոն Ղազարյան, տեսեք, փակեց երկրից ելքը։ Հա, բայց եպիսկոպոսը ժողով կայացավ։ Այո, կաթողիկոսինն էլ 3 տեսանք մարդիկ ստեղից նստած օրլար։ Հա։ Նույնիսկ պատրիարքները Երուսաղեմից եւ Կոստանդնուպոլսից այնտեղից իրենց ողջունի խոսքը հղեցին մնացածներն են։ Հիմա եպիսկոպոսները Հարցերն է քննարկելու են, ուրեմն իմացի։ Որոշումները կայացնելու են այո։ Քեզ դու իմացի, որ այդ հարցում էլ է տապալվել։ Մարդիկ իրանց որոշումները կայացնելու են, առաջիկայում ձենը կլսես։ Այո։ Ու всё, ինչ պիտի անես դու։ Չեն թողում գնա։ Մի չես թողում, չեն այդ հաստիս կանեն, այ քեզ։ Հիմա ասում եմ, դա նպատակ ունի մեր կաթողիկոսությունը Հայաստանի ով։ Ասեմ ինքը ինչ նպատակ։ Ամենամեծ գանձագողը ինքն է։ Գանձագողն է։ Մեր կաթողիկոսը ես տեսել եմ ինչ նպատակ ունի։ Օրինակ ինքը բարձրագույն հոգևոր խորհրդի նիստը կազմակերպել է Դադիվանքում։ Գարեգին երկրորդ վեհապար հայրապետը։ Օրինակ ես վստահ էի, որ ինքը հիմա մեծ հաճույքով կկազմակերպեր եպիսկոպոսած ժողովը Շուշիում։ Կարաս ապահովես։ Ամենայն հայոց կաթողիկոսը չի ուզում Ավստրիայում կազմակերպի։ Ուզում է կազմակերպի Արցախում։ Դե քանի դու չէիր եկի Հայաստանի վարչապետ, իրենք Դադիվանքում բարձրագույն հոգևոր խորհրդի նիստ արել են։ Հիմա էլ են ուզում Դադիվանքում անեն։ Խնդրում եմ կազմակերպի, դու իրան գնա բարձրագույն հոգևոր խորհրդի նիստը Դադիվանքում անեն գան։ Խաղաղության ծիրին մեջ։ Գանձասարը կաթողիկոսական նստավայր է եղել ժամանակին։ Հիմա ուզում են կաթողիկոսությունը 15 օրով տեղափոխեն Գանձասար։ Նորից էլի բերեն Էշմիածին։ Խնդրում եմ դու որպես Հայաստանի վարչապետ, եթե դու Հայաստանի վարչապետ չլինեիր, կաթողիկոսը հանգիստ կարար եպիսկոպոսած ժողովը կազմակերպել Գանձասարում։ Աշխարհի բոլոր երկրներից մեր եպիսկոպոսները կգային, կետային Գանձասար, իրան ժողով կանեին հետ կետային։ Կազմակերպի թույթան Գանձասար, Ավստրիա չեն ուզում այդ։ Ավստրիա ստիպված են գնում։ Բայց պարոն Ղազարյան, ասեմ, որ այսպիսի նախադեպեր շատ են եղել, որ եպիսկոպոսատ ժողովներ դրսում են կազմակերպել։ Սրանք ուղղակի սրիկայաբար փորձում են մանիպուլացնել այդ ամեն ինչը։ Մոսկվայում էլ է կայացել, Եվրոպայում էլ է կայացել, տարբեր երկրներում կան նախադեպեր, որ կա։ Ես օրինակ ես բանական ռացիոնալ մտածող սառը գլուխ դատողություն ունեցող մարդ եմ համարում։ Ես վստահ եմ, որ եթե Եզրա Սրբազանը հիմա գա Հայաստան, օդանավականում ձերբակալվելու է։ Ես դրանում վստահ եմ։ Հաշվի առնելով իրաց մինչև հիմիկվա հայտարարությունները, իրանց հրապարակած այդ անկապ թղթերը, ասենք 86 թվի KGB-ի հայերեն նամակագրություն, դες բան չի կարելի էլի։ Հիմա այդ ամեն ինչը դրա մասին է, չէ՞։ Հիմա կաթողիկոսը իմանալով, որ ընդ որում Եզրա Սրբազանը միակ հոգևորականը չի, որը այդ ռիսկի իրան վերաբերել է։ Հիմա ասեք ինքը զորով կազմակերպի, որ Սրբազաները էլի ձեր քիչ են նստած հիմա բանտերում։ Այսինքն եթե Հայաստանում լինի նորմալ, հնարավոր մթնոլորտ պայմաններ, իրանց աշխատանքները ստեղ կա, ճնշումներ չլինեն, բայց այսօր
Այդ Գյումրիի պատարագիզից հաղորդում եմ տվի հանցագործին Դատանովիչ ջամի շահել եմ որ պիտի անպայման վարույթ նախաձեռնի ես տեսա ձեզ մոտ գրել եք այո Հոգևորական ասում է մեր Շիրակի մարզային վարչության ԱԱՑ-ի աշխատակիցները եկել էին ինձ ասում էին որ Փաշինյանի գալուց դու պիտի պատարագես կաթողիկոսանը դա քրեական օրենսգիրքը հստակ ասում է եկեղեցական ծեսին արարողությանը միջամտությունը հանցագործությունը չէ հիմա դու այդ ձևի ճնշումներ ու դու հետո քեզ ասում ես այո ես որտեղ գնում եմ իմ թիմակիցները իմ ընկերները իմ պետական մարդիկ այդում են այդ հարցը լուծում են որովհետև ես չեմ կարող մասնակցեմ պատարագի որտեղ կաթողիկոսյանը հնչում է հիմա եթե դու ինքդ ասում ես ինքդ ես խոստովանում որ ուժային իրավապահ մարմինների ապօրինությունների ես դրդում որ իրանք միջամտեն եկեղեցու գործեր հիմա էջ միazնում հոգևորականների հավաք էր եւ Միքայել Սրբազանը որպես պատասխանատու հոգևորական վարում էր այդ հավաքը 2000 ոստիկան ուղարկել ես գնացել են մայր աթոռից իրան ձերբակալելու քահանայ ժողովներ Միքայել Սրբազանը այնտեղ ֆունկցիոնալ դեր ուներ այո ինքն էր կազմակերպել դու հիմա 2000 հոգի ոստիկան ուղարկել ես մենք ենք գնացել սա ժողովրդով հավաքվել ենք փորձել ենք դա կանխենք արել է չէ դա հիմա այդ տեսնող մարդը քահանայ ժողովին համատարած ձերբակալու կբերի նորից այդ նույն տեղը Սրբազանների ժողով կանի որ դու գա սաղի մի անգամից ձերբակալես միամիտ պիտի լինի որովհետեւ փառքասու միամիտ չի ու կայացրել է ռացիոնալ որոշում միայն ժողովի իրանց աշխատանքների արդյունավետ ընթացքը ապահովելու նպատակով հիմա եթե դու դրան ես խոչընդոտ ստեղծում ջանդամը ստեղծես դրա ամեն ինչի լուծումը կա էս իլը չի հասկացել որ Աստծո ստեղծած բարիքը Սատանան չի կարա միջամտի Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին Աստված է ստեղծել այո ինչքան ուզում է դու Աստծո ստեղծածը ո՞նց ես ուզում կործանես Հայաստանի Հանրապետությունը Աստված է ստեղծել չես կարա կործանես Ինչքան էլ որ դրա մի հատվածը խժռես տանես Նաթան Սրբազանը օրեր առաջ ճեպազրույցով հանդես եկավ լրագրողների ներկայությամբ ինչ հանգիստ խոսեց եւ ինչ ասեց մի բան ասեց ես ցավով եմ արձանագրում որ Աստված մի արածցե ասեց քանի որ մենք այսպիսի իշխանություններ ունենք Աստված մի արածցե սրանք այնպես անեն որ մենք Հայաստանի Հանրապետությունից զրկվենք որտեղ բոլոր նախադրյալները կա սրանց պարագան չէ մեզ պետականությունից զրկելու ասեց Միևնույն է, անգամ եթե այդպիսի ծայրահեղ բան էլ տեղի ունենա սրանց ձեռքով, ասես Մայրաթոր Սուրբ Էջմիածինը միևնույն է շարունակելու է մնալ Հայաստանում։ Պարոն Ղազարյան, որպես վերջաբան առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են, բոլորը շատ ակտիվ գործընթացներում ներգրավված են, քաղաքական կուսակցությունները վերադասավորումների նոր փուլ են մտել, դուք տեսնում եք ինչպիսի այսպես միտեղ դաշինքներ, միտեղ ուղակի ծրագրին են միանում եւ այլն։ Ինչ Նոյան տապանին թեկուզ ինչ ակնկալ ինչ եք տեսնում առաջիկայում ես գիտեմ որ դուք impeachment-ի գործընթաց եք նախաձեռնել եւ արդյունքում խորհրդարանում այդ ամենը հաջողություն չգրանցեց մինչ այս պահը անկեղծ ասեմ հիմա impeachment-ի վերագործարկման լավագույն շրջանն է Միգուցե, բայց դեռ այս պահի դրությամբ մենք արդյունք դեռ չունենք։ Ինքը դեռ օրինակ հիմա ինչի ավելի շատ կա։ Տեսեք, մեզ ընդամենը ԿՊ-ի այդ 69 հոգանոց մնացած խմբակից պետք էր ընդամենը 20 հոգու աջակցություն, չէ՞։ Հիմա այդ 69 հոգու մեջ ավելի քան 20 հոգի գիտեն, որ իրանք նախ ընդհանրապես չեն առաջադրվել։ Այսինքն այն ցուցակը որ կար որ պիտի քվեարկեին դրանց մեջ ընդհանրապես չկան Հիմա կարող է մի քանիսն էլ արդեն քվեարկվել են գնացել են գել են վերջի շարք ասենք հիմա այն Շիրակ Թորոսյանը 170 համարն է դառել Իմիջայլոց թվերը գրել են բայց սխալը չեն հարցնում էլ օրինակ ես մարզպետ եմ եղել մի քիչ որ հարցն են խորհրդակցեն ես դեղին բիրկաներ ալնում այդպես ժամանակ համարներով ակաժներին խփելու համար որ Իրար օրինակ եթե դեղին բիրկաները խփացել են կարող են անվավերները չլներ իրարից պիտի տարբեր Բայց դեղին բիրկաները ստերջացնելուց հետո չէ գյուղատնտեսական համատարած հաշվառման ժամանակի լավ Հա գյուղատնտեսական հասկացա Դրանից խփացել են այդ խնդրեմը չէ հիմա ասենք դե Շիրակ Թորոսյանը ջես չեմ տեսել դրա ականջին դեղին բիրկա
Անգել է 170 համար։ Հիմա ինքը գիտի, չէ, որ առաջիկա համաժողովում քվեարկվելու են 50 է, 170-ը։ Այսինքն շանս կա, որ կարող է Շիրակը գա, միանա Բայց impeachment-ի։ Շիրակի գործն է։ Բայց Շիրակի գործը ցնդե գնալ լանդից ցնդե գնալ։ Հիմա ինքը պիտի հասկանա, չէ, որ եթե ինքը միանում է impeachment-ին, իր կաշին փրկվում է, չէ։ Մեկը ինքը վարի է, չէ, արդեն։ Ինքը հաջորդ խորհրդանում էլ չկա, չէ։ Կարող է բարեխոսի գա ընկնի էլի առաջ, չի կարա։ Ժողովրդավարական սկզբունքներին դեմ է, չէ՞, Գելերը դե ուրեմն սպասում են Շիրակ Թորոսյանը պիտի գանգնի։ Բա ոնց է Սերգեյ Բագրատյանը շիշ բռնողը ինձ թվում է արդեն հասկացել է, չէ, որ իրան հունիսի 9-ին կալանավորել են։ Իրա գործը հիմա արդեն իր գլխին պատրաստ է։ Ուղղակի հիմա չեն անում, որովհետև հիմա ինքը падգամավոր է։ Անձեռնը որպեսի դատախազը չգնա, չանեն, բան չանեն, քննարկում, երկու ամիս բան է մնացել։ Որ պահին նրա падգամավորական լիազորությունները դադարեցվեց, հետո իրան վերցնելու են։ Հիմա ինքը պիտի հասկանա, չէ, որ եթե իրան արդեն կործանել են, ինքը հնարավորություն ունի ինքը իրան փրկելու, չէ, իրան փրկելու մենակ մի ձև կա, այդ ձևը ձևաթուղթել կա, Հայկ Մամիջյանի մոտ է։ Կարա գնա միանա։ Ստորագրումը ինքը պետք է ասում են, գնացեք միացեք։ Այսինքն այդ մարդիկ այսօր բացառիկ շանս ունեն իրանց հետ ոչ միայն երկրի կյանքը փրկելու, այլ նաև իրանց կյանքը փրկելու համար։ Ու առնվազն 20 հոգի այդ ցուցակի մեջ կա։ Լավ, այդ ԿՊ-ի մասով հասկացանք։ Իսկ այն մնացած դաշինքները, տապանները, որ ձևավորվում են այդ մասով, ինչ են կանխատեսում։ Մարդիկ շատ լուրջ գնում են ընտրությունների, ոչ մի ձեր impeachment-ից չի խոսում, պարոն Ղազարյան։ Այդ լուրջ մարդիկ 21 թվին էլ Մարդիկ լուրջ գնում են։ Հիմա ասենք թե օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 21 թվին էլ է, չէ՞, մասնակցել ընտրություններին։ Շեմը հաղթարել է։ Ոչ։ Այդ 21 թվից մինչև հիմա ինչ են արել։ Խելոքացել են, սիրունացել են, ինչ են արել, ինչն են ավելացել։ Քրեական գործերն ավելացել, մեկ հատ արձան, չէ՞։ Լավ, այդ արձանը թող մետոկոսել այդ արձանը բերի։ Բայց հետո ինչ պիտի անեն։ Դե հիմա չեք կարող ասել 4 տարվա մեջ մարդկանց մոտ տրամադրություններ փոխվել է։ Հիմա 21 թվականին անդիմադիր ամենախոշոր ուժին այդքան ձայն էին։ Ես վստահ եմ, որ հիմա չեն տալու, այսինքն շատ բաներ են Հիմա փոխվել։ նույն ասենք թե Հայաստան Նույն դաշինքի ձևը ընտրած Ծառուկյանին այն ժամանակ քիչ են տվել, հիմա կարող է շատ տալ։ Իրավիճակային փոփոխություններ տեղ ինչ հալավ։ Հիմա 21 թվականին Հայաստան դաշինքը այնքան ձայն որ հավաքեց 21 թվականին դուք կարծում եք որ հունիսին այդքան ձայն կհավաքի Հայաստան դաշինքը իր ձևաչափը մասնակցեց հիմա ասեց որ Բարգավաճ Հայաստանը որ 21-ին չի անցել հիմա չունի հնարավորություն անցնել Դե հիմա ունի թող անցնի ինչ ասեմ թող տանեն նստեն տապան էթան ես կարծում եմ որ չեն անցնի ասենք եթե անցնեն էլ սահմանային նույն տեսեք հիմա իրանք ինչ են հայտարարել չէ վախենում են դաշին ձևավորեն Լավ, այդ մի կողմ։ Կուսակցություններով են հավաքվում։ Չասենք օրինակ հայտարարվեց, որ Մայր Հայաստան կուսակցությունը միանում է, չէ։ Այո, բայց ասին մենք ծրագրին ենք միանում։ ԲՀԿ-ի ցուցակի համար, որովհետև կուսակցությունը վետե մասնակցում է 4% է, դաշինքը 7 է։ Որովհետև իրանք գիտեն, որ իրանք քվե չունեն, իրաց մասնակցելով, եթե սարքին 7, շեմ չեն անցնելու։ Այսինքն եթե իրանք այն գլխից գիտեն, որ իրանք շեմի կողքերն են պատտվելու Ասենք ենթադրենք շեմն էլ հաղթարի, լավ, ենթադրենք այդ արձանը զորություն բերեց։ Շեմը հաղթարի։ 100 պատգամավորից 7%-ը լմա 7 պատգամավոր։ Թո 7 հոգի դա նստեն պատերի տակ։ Լավ, հիմա դուք մենակ դա եք ասում, բա մյուսների մասով ինչ եք տեսնում։ Հիմա կարծես թե կամած ձև։ Հիմա այս մեր ձևով նա շատ ակտիվ։ Երեք Հայաքվեն արդեն համաժողով էր անում, հայտ էր ներկայացնում։ Արման Թաթոյան կա այնտեղ։ 0.03% լավ աշխատանքի արդյունքում Հայաքվեն։ Բայց լավ աշխատանքի արդյունքում։ Հայաքվեն մենակ էր գնում։ Ես ճիշտ ասած գլխի չընկա։ Դե հիմա ասում եմ որ մենք եթե իրանք ընտրությունների մասնակցեն, լավ աշխատեն, ինձ թվում է 0.03, 0.4 լավ աշխատանքի դեպքում քաղաքի։ Ինչ եք տենց վատատես, պարոն Ղազարյան։ 21 թվի քվեարկության արդյունքները շերտերը գոնե ճիշտ բլոկավորվեն, որ կարողանանք ինչ-որ բան անել։ Իմ առաջարկը, իմ մտածմունքը հետեւյալն է, որը նաև էմպիրիկ արդյունք ունի։ Որտեղ որ մեր ժողովրդին հնարավորություն է տրվում ընտրություն կատարել ԿՊ եւ հայերի միջեւ, ընտրում են հայերին։ Այսինքն որտեղ ընդդիմությունը համախմբված է դուրս գալի պայքարի։ Ասենք մինչեւ հիմա տեղական ընտրություններով կարանք նայեն, չէ՞, որտեղ համապետականները սա պրավալ է։ Ասենք մասից համայնք ժողովուրդը պիտի ընտրեին կամ Դավիթ Համբարձումյանին կամ ԿՊ-ին։ Ընտրել են Դավիթ Համբարձումյանին։ Փարակար։ Պիտի ընտրեին Վալոդիա Գրիգորյանին կամ ԿՊ-ին։ Ընտրել են Վալոդիա առաջի փուլ Ջարդը գցում է Սեյան։ Այո։
Բանը առուշ քանի կպչեր։ Բանդից է կրես նրանց։ Գիտեմ, հիշում եմ։ Կապանը, քաջարանը, լնայի քանի ընտրություն կա։ Վանաձորը, եթե մարդուն տալիս ես ընտրության, այսինքն ժողովրդինը Ճիշտ առաջարկ, ճիշտ հիմա ասենք գետնացու։ օրինակ ես, դուք մնացած բոլոր նորմալ մարդիկ ունեն ընդդիմադիր տրամադրություններ, չէ՞, բայց մենք չենք կարա, չէ՞, միանգամից 4 հոգու ընտրենք։ Ամեն մեկս մեկին կարանք ընտրենք, չէ՞։ Հիմա եթե քաղաքական ուժերը մասնատվում են, մեր քվեներն էլ է, չէ՞, մասնատվում։ Դե միանշանակ, Դա իմ խնդրանք առաջարկելն է, որ մի բլոկով էլ պետք չի գնալ, որովհետև այդ մի բլոկին ընդ վաղական հողակի մի անգամ կարող է դնել տեխնացությունը ցանկացած բայ չեղա, արդեն ասել են որ անելու են։ Մոլդովայի օրինակներ են բերում բան, Մոլդովայում տենց են արել, ընտրությունից մի քանի օր առաջ առաջատար ուժին հանել են։ Հիմա երկու մեծ բլոկ է պետք ստեղծել ընդդիմադիր, ու ընդ որում համերաշխ իրար նկատմամբ բլոկներ էլի, ոչ թե իրար հետ մրցակցող, որը ժողովրդին ասեն, հիմա ենթադրենք էսի մեծ բանին, մեծ ձևովին չեք ուզում, այս մեկին ընտրեք, որպես ձեզ համար ընդդիմադիր այլընտրանքային։ Սրանց չեք ուզում, մեծ ձևովին Հա, ընտրեք։ դե ես հիմա դրա մասին եմ հենց խոսում, պարոն Ղազարյան, Ես այսինքն ճիշտ կարծում եմ, որ բլոկներ ձևավորելու պարագայում կարող է հաջողի ընդդիմությունը։ Էդի շատ տեսակ, էդ էլ է դժվար լինելու, էլի, որովհետև երկու պետության դեմ պիտի պայքարեն, այնա երրորդն էլ ավելացավ։ Ադրբեջանը ու Թուրքիայի դեմ են, չէ՞, մենք հիմա պայքարում, այնա վեսն էլ եկավ ասած, ես իմ քաղաքական աջակցությունը տրամադրում եմ, այսինքն էդի հեշտ բան մի պատկերացրեք, էլի, էդի դժվար գործ է։ Ու այդ դժվար գործում հաջողության հասնելու համար ուժեր է պետք կենտրոնացնել։ Ու մարդիկ պիտի իրանց բոլոր իրանց ամբիցիաները, իրանց գալստուկները անեն դնեն մի կողմ, հասկանան, որ սա լուրջ բան է։ Մեկը հաջողություն, եթե հիմա ասենք օրինակ 21 թվին մասնակցել է 25 կուսակցություն, չէ՞։ Երկուսն է շեմ հաղթարը։ Այո։ Բայց հիմա տեսեք, երեք նաև հայտարարություն արեց նախկին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որ ինքն էլ է մասնակցում։ Այս կարգի մարդիկ ունեն որոշակի ձայներ տանելու եւ ոչ միայն ուղղակի ձայն տանելու, այլ իսկապես շեմը հաղթահարելու առումով։ Դե հիմա համապետականի կարծում չի կարա Հայկ Մարությանը Երևանում մի քիչ հաջողություն ունեցել։ Այս ընթացքում Հայկ Մարությանը չէ, ոչ քաղաքական գործունեությամբ զբաղվել, ոչ մի հայտարարություն, ոչ մի բան արել։ Էլի պետք է դա մի Բայց գիտեք, չէ, երիտասարդների մոտ կարա աշխատի։ Հիմա դե աշխատել է որ մինչև մազայնը հավաքել, նախորդ անգամ որ հավաքեց այդ փաստը չէ հավաքել։ Հիմա բայց ասենք հիմա այդ կարգի մասնակցություն դա փոշիացում է։ Ձայների փոշիա, որովհետև եթե դու շեմ չես հավաքում, այդ ձայները այդ մադառնա ԿՊ-ի ձայն։ Այո, այո։ Այսինքն թվում է թե քաղաքացին ընտրողը ընտրեց ընդդիմադիր ուժի, բայց ԿՊ-ն այդ իր ԿՎ-ի պատճառով ստանում է եւս երկու հատ մանդատ։ Այո։ Նիկոլ Փաշինյանը 21 թվին ստացել է ընտրական իրավունք ունեցող ընտրողների ընդամենը 23%-ի կողմ ձայները։ 23%-ի կողմ ձայներով սահմանադրական մեծամասնություն է ձևավորել, որովհետև 25 քաղաքական ուժ է մասնակցել։ Մնացածի ամբողջ ձայները փոշիացավ, բաշխվեց եւ արդյունքում այդ պատկերներ։ Պարոն Ղազարյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Մեր զրույցները հաճախակի են լինում, քանի որ process-ներն էլ բավականին ուշագրավ են, իսկ դուք այդ process-ների ամենափայլուն մեկնաբանն եք։ Շնորհակալ եմ։ Եվ նաև հաջողություն եմ մաղթում ձեր iNews նախագծին, որից նաև բողոքում էր Պետրոս Ղազարյանը, ասում էր այսօր չկա այս հաղորդումը։ Ինչքան ժամանակ է Ղազարյան versus Ղազարյանը, մի հատ էլ ասեք, անոնս արեք մեր եթերով առաջիկա հաղորդման հյուրով է ձեզ մոտ։ Էդգար Առաքելյան։ Հետո վեր։ Ես իր անունը դրել եմ ռոմանոսատես Էդգար։ Լավ։ Շնորհակալ եմ, ձեզ հաջողություն եմ մաղթում, իսկ մենք այսօր ավարտենք մեր զրույցը Էդգար Ղազարյանի հետ, կհանդիպենք, լավ մնացեք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։